Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Ժողովուրդ օրաթերթը գրում է. հունվարի 22-ից 25-ը Հայաստանի քաղաքական էլիտան ընդունում է Հյուսիսային Եվրոպայի եւ Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին։ Այս ընթացքում ներկայացուցիչները հանդիպել էին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ալեն Սիմոնյանին պատվիրակության անդամները նվիրել էին թանկարժեք նվեր, կապույտ գույնի ապակե թռչուն ուշանվեր, որի արժեքը կազմել էր 120,000 դրամ, եւ որը ազգանախագահը հայտարարագրել էր։ Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ Հյուսիսային Եվրոպայի եւ Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչների պատվիրակության ընդունելության կազմակերպման համար ազգային ժողովը մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել Chapter SP-ի հետ 87 միլիոն 798 հազար դրամ արժողությամբ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ 1 տոննա կոկայինի գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդման 24 ամիսը կլրանա մայիսին, նախաքննական մարմինը 30 ամիսը լրանալուց հետո պետք է որոշում կայացնի կամ կոկայինի գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցնի կամ գործը ուղարկի դատարան։ Ասել է, թե նախաքննական մարմինը փակուղու առաջ է, գործը մինչև վերջ հնարավոր չէ բացահայտել եւ տևական ժամանակը ինչ գործով անստող մեղադրյալներին իրավապահները չեն էլ անհանգստացնում։ Իսկ ինչպես ասել էր կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, հայտնաբերվածը զգալի քանակով կոկայինը տեղում է, պահվում է ԱԱԾ-ում։ Հիշեցնենք, որ գործով կալանավորվածները նախկին падգամավոր Միրհան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցներն էին, որոնցից մեկը կին է։ Իդեպ այս բացահայտումից 1 տարի անց ԴԱԿ նախկին պետ Միրհան Պողոսյանը հայտարարել էր, որ կոկայինը եղել է 1 տոննայից ավելի, բայց փաստաթղթերի մեջ նշված է 730 կիլոգրամ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի եւ Կախվածության բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի հարաբերությունները բավական լարված են եղել մինչև Նազինյանի հեռանալը։ Հիշեցնենք, Սուրեն Նազինյանը ապրիլի 21-ին հայտնեց, որ առողջապահության նախարարի գրության հիման վրա իր եւ առողջապահության նախարարության հետ 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագիրը լուծարվել է 2025 թվականի մայիսի 4-ին։ Օրաթերթին առողջապահության նախարարությունից ոչ պաշտոնական խողովակներով լուրեր հասան, որ կենտրոնի տնօրենի եւ նախարար Ավանեսյանի միջև խոսակցությունն անգամ հասել է վիրավորանքների։ Հրապարակ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի կնոջ Աննա Հակոբյանի ակտիվությունը շատերին է նյարդայնացնում, անգամ պետական պաշտոնյաների։ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մտերիմներին բողոքել է, թե մեզանից պահանջում են կնոջը նույն պատվին արժանացնել եւ նույն կերպ դիմավորել ճանապարհել, ինչպես ամուսնուն ենք ընդունում ճանապարհում։ Ասել է, որ հատկապես մարզային այցերի ժամանակ ողջ մարզը ոտքի են հանում։ Օրեր առաջ աշխատանքներ տանում, բոլոր կառույցներին համար մեկ հայտարարում, որ վարչապետական այցի արարողակարգով ընդունեն։ Ու տիկինը դժգոհ չմնան։ Հրապարակ օրաթերթը գրում է. Արդարադատության նախարար Սրբույի Գալյանն ապրիլի 7-ից 11-ը գործուղվել էր ԱՄՆ, այցի նպատակը գործընկերություն հանուն կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային համաժողովին մասնակցելն է եղել, սակայն նա դեսպան Լիլիթ Մակունցի ջանքերով փորձել է ԱՄՆ բարձրաստիճան կաբինետներում հանդիպումներ ունենալ, որ ցույց տան Հայաստանի իշխանությունները սերտ համագործակցում են Թրամփի վարչակազմի հետ։ ԱՄՆ դեմոկրատական իշխանությունների հետ սերտ աշխատած եւ ընտրություններում Քամալա Հարիսին պաշտպանած իշխանությունները Թրամփի ընտրվելուց հետո անհետետ վիճակում են հայտնվել եւ փորձում են իրենց սխալները շտկել, սակայն բոլոր ջանքերն անհաջողության են մատնվում։ Այդպես էլ ձախողվել է նաեւ Գալյանի այցը քառօրյա ուղևորության ընթացքում միակ բանը, որ նա կարողացել է անել, ԱՄՆ պետքարտուղարությունում ապրիլի 9-ին հանդիպում է ունեցել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերի գրասենյակի ավագ խորհրդատու Լուի Բոնոյի հետ։ Հրապարակ օրաթերթը գրում է. երեկ Փաշինյանը հերթական անգամ իր հավատարմությունը հաստատեց Թուրքիային։ Թուրքիայի դրոշն այրել է սադրիչ հրահրող անպատասխանատու ու անընդունելի անվանելով։ Մինչդեռ դրոշ այրելը քաղաքական ակցիա է։ Մինչ իշխանափոխությունը իրենք էլ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց Ռուսաստանի դրոշն էին այրում եւ դա սադրիչ չէին համարում։ 2015-ին այդ ակցիային մասնակցում էին ԱԺՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի այսօրվա օգնական Դավիթ Գևորգյանը, ԱԺ փոխոսնակ Հակոբ Արշակյանը, Դավիթ Գևորգյանը նաեւ ոտքերն էր սրբում Ռուսաստանի դրոշի վրա։
Հրապարակ օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ հայաստանյան իրադարձություններով նաև դրսում գտնվող հայ համայնքներն են անհանգստացած եւ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններում էլ փնտրում են քաղաքական հասարակական գործիչներ, որոնք կարող են գալ Հայաստան եւ դերակատարում ունենալ իշխանություն ձևավորել։ Պարզ է, որ Ռուսաստանի կառավարող օղակներում եւս փնտրտուքների մեջ են, թե ում վրա կարող են խաղադրույք դնել կամ հայաստանյան ներքաղաքական կյանքում ում կարող են ակտիվացնել։ Ըստ այդմ տարբեր շրջանակներում տարբեր անուններ են քննարկվում, օրինակ Արթուր Ջանիբեկյանի անունն է շոշափվում, իսկ վերջերս որոշ գիտական շրջանակներում քննարկվել է ռուսաստանցի քաղաքագետ Վանաձորցի 36-ամյա Հենրիխ Սարդարյանի անունը։ Նա 15 տարեկանում ընդունվել է Մոսկվայի ՄԳԻՄՈ-ն, 2010 թվականին ավարտել, այժմ քաղաքական գիտությունների դոկտոր է, ռազմական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՄԳԻՄՈ-ի կառավարման եւ քաղաքականության ֆակուլտետի դեկանը։ 2020 թվականին նշանակվել է Ռուսաստանի ներկայացուցիչ ՄԱԿ-ի պետական կառավարման գործով փորձագիտական կոմիտեում։